թուրք-ադրբեջանական տանդեմը այս օրերին իրականացնում է զորավարժություն Նախիջևանում։ Երկու ֆորմատով զորավարժություն է անցկացնում, մի հատ հրամանատարաշտաբային այսպես հավաքակազմակերպ է, մյուսը ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ այսպես զորախաղեր է կազմակերպում եւ փաստացի այս պահին Նախիջևանում մեծ թվով զինտեխնիկա ու զորք կա, որը անունը դրել է զորավարժություն է իրականացնում։ Ինչի համար են այս ամեն ինչը արել։ Հարց կարող է առաջանալ, որ ամեն դեպքում տեսեք, նրանք զորավարժությունը պլանավորել էին հունիսի 12-ից իրականացնեն, բայց պատերազմը սկսել է հունիսի 13-ից։ Հիմա մինչ այդ էլ Ադրբեջանը պատրաստել էր բոլոր 3 իր օդանավակայանները օկուպացված Արցախի տարածքում եւ զուգահեռ տարել զորքը տեղադրել է Նախիջևանում, պարզա չէ, ինչ-որ հաշվարկներում, ինչ-որ կանխատեսումներում նրանք որոշակի վերլուծություններ ունեն, հատկապես Թուրքիայի պես պետությունը, բնական է տարբեր ել ավելի կարևոր ու գաղտնի ինֆորմացիաների ու այսպես վերլուծությունների են տիրապետում եւ նրանք փորձում են հիմա իրենք այդ հարմար պահը որսան եւ Իսրայելին թույլատրում են օգտագործի իրենց օդանավակայանները, իրենց տարածքը, նշեմ նաեւ որ իրանական տարբեր արդեն փորձագետներ դրա մասին բարձրաձայն խոսում են եւ նրանք վստահ են, որ ադրբեջանական տարածքը առնվազն հետախուզական եւ ռադիոէլեկտրոնային այսպես խնդիրներ ստեղծելու հետ կապված օգտագործվում է Ադրբեջանի տարածքը եւ այս ֆոնի վրա բնական է Ադրբեջանը սպասում է հարմար առիթի, ինչն է իրեն խանգարելու, որ ինչ-որ գործողություններ անի, հատկապես այն փուլում, երբ որ Իրանը արդեն բացահայտ սկսի մեղադրել Ադրբեջանին։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ ընդամենը ամիսներ առաջ իրանական կողմը պաշտոնական մակարդակում էր հայտարարում, որ իրենք մտահոգություններ ունեն, որ օկուպացված, այսպես Արցախի տարածքում ստեղծված կառուցված օդանավակայաններից իրենց դեմ սիոնիստական ռեժիմը գործողություններ է իրականացնում, բայց ինչ-որ բանակցությունների, այսպես դիվանագիտական շփումներից հետո այդ թեման անցավ երկրորդ պլան, այսինքն իրենք էլ են դրա մասին պաշտոնական մակարդակում խոսել, այլ հարցա, թե այս փուլում ինչքանով է նպատակահարմար միանգամից սենց Ադրբեջանի հետ առճակատման գնալ, բայց եթե ադրբեջանական կողմը ըստ Իրանի պատկերացումների որոշակի կարմիր գծեր սկսի հատել եւ արդեն բացահայտ որոշակի գործողություններ իրականացնել, իմ կարծիքով Իրանը այդ պատասխանը տալու է եւ շատ չոր է տալու, որ ինչ կշահենք մենք այդ իրավիճակից, բարդ է ասել, ստեղ տեսեք 4-5 օր պատերազմ է գնում, մեր երկրի օդային տարածքին առնվազն մոտիկ կամ նույնիսկ ինչ-որ հեռավորության վրա հրթիռներ են անցնում գնում, ինչ-որ ռազմական ավիացիայի շարժեր են տեղի ունենում եւ մենք այստեղ Հայաստանում մեր իշխանությունները նույնիսկ ազգային անվտանգության խորհրդին ինչ չի գումարել, որ տեսնի ինչ սցենարներ կան, որ կարողանանք մենք պաշտպանել, դիմակայել։ Այս խոսումը առնվազն անլուրջ վերաբերմունքից, ես չեմ պատկերացնում, օրինակ ստեղծված իրավիճակին ոնց կարելի է նման անլուրջ ձևով մոտիկանալ եւ թեման փորձել այլ օրակարգեր բերել դաշտ եւ այսպես առնվազն շեղել։ Հիմա նայում ես նույն ԿՊ падգամավորների մեկնաբանություններին, մի մասը ասում է, որ իրենք վստահ են, որ Ադրբեջանը ինչ-որ գործողությունների չի գնա, քիչ հավանական է։ Դե 44 օրյա ժամանակ է քիչ հավանական։ Ասենք որտեղ է լոգիկան, էլի։ Զորքը կանգնած է, հայտարարությունները գալիս են, եկեղեցուն խփում են, եկեղեցուն ներկայացնում են որպես ռևանշիստական ուժ։ Հիմա նույն իմ տպավորությունը, որ ինչպես Իսրայելն է Իրանի ֆիզիկոսներին թիրախավորում, նույն տրամաբանությամբ էլ Ադրբեջանը թիրախավորում է մեր հոգևորականներին։ Այսինքն
այն գիտնականներն են իրենց մոտ այսպես ստրատեգիական բան համարվում, իրենց համար վտանգավոր ինչ-որ օղակ համարվում, մեր մոտ էլ Ադրբեջանի համար եկեղեցին է վտանգավոր օղակ համարվում եւ ցավոք սրտի ներսից էլ ծափահարություններ է իշխանության մակարդակով գնում այդ ամեն ինչի կողմը, էլ չասեմ, որ մի բան էլ օգնում են, մի բան էլ իրենց գործը կոպիտ ասած, ստեղ մի քանի օքի իրենց վրա են փորձում վերցնել ու հիմա էլ եկեղեցուն սենց մեծ հարվածներ հասցնել։ Այսինքն այս ֆոնի վրա սենց անլուրջ վերաբերվել տեղի ունեցող իրադարձություններին եւ հատկապես ես ուզում եմ ուշադրությունը հրավիրեմ նրա վրա, որ վտանգների մասին ոչ միայն խոսում ենք մենք փորձագետներս, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչ, այլ խոսում են Ամերիկան ու խոսում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մակարդակով, այսինքն այդ վերլուծությունները Պենտագոնի, մեկ էլ ՌԴ պաշտպանության նախարարության այսպես կարծիքներն է, որ ինչ-ինչ սցենարների դեպքում կարա էսկալացիա լինի մեր մոտ, ով ասե որ չի լինելու, այսինքն մենք սենց նստում ենք, ոչ մի բան չենք անում, հետո զարմանալու ենք, թե ինչ եղավ, այսինքն չենք փորձելու ինչ-որ պայքար մղենք կամ չենք փորձելու ինչ-որ գոնե ցույց տանք, որ մենք կարանք մեր եղածը պաշտպանենք, թե հոգեբանորեն այնպես են բարոյալքելու մեր հասարակությանը, որ վերջում կանգնեն ասեն, դե ինչ անենք, նրանք ուժեղ են, մենք էլ ինչ պետք է անենք։ Դրա համար է սենց ստացվեց, այսինքն այս մոտեցումը ինքը կործանարար հետևանքներ է բերելու ընդհանուր առմամբ։ Մենք եթե մենք չպայքարենք մեր համար, մեր իրավունքների համար, ոչ Իրանն է մեզ գալու որոշակի մեր տեղը կռիվանի, հատկապես այս իրավիճակում, ոչ Ռուսաստանն է գալու մեր տեղը կռիվանի, հատկապես այս իրավիճակում, հա, մենք ելներ իրանց տեղը կռիվաներ, այսինքն ստեղ ամեն մեկը իր երկրի շահերն է պաշտպանում, իսկ ով է ասել, որ մենք չենք կարողանալու այդ բոյը տանք, այսպես ասած, եւ պաշտպանենք մեր եղածը, գոնե այս եղածը ինչ մնացել է հիմա, կարողանանք պատվով պահենք, եթե մարդիկ կան, որ մտածում են դա հեշտ է լինելու, ոչ, դա դժվար է լինելու, բա հենց իշխանության իմաստն են այդ ղեկավարների գոյության իմաստը, որ իրենք կարողանան դժվար խնդիրներ լուծեն, հեշտ խնդիրներ, ես իմ ուսանողներին էլ եմ էլի միշտ ասում, որ հոգեբանորել են նրանք պատրաստ լինեն, որ դուք ասում եմ լույս աշխարհ չեք եկել, որ հեշտ խնդիրներ լուծեք, դուք տրամադրվեք, որ դժվար բաներ պետք է, դժվար խնդիրներ պետք է փորձեք լուծեք։ Հիմա իրենք այսպես իշխանության վայելքներից օգտվում են, ինչ-որ բարձր աշխատավարձներով, պատավատներով ու չգիտեմ կյանքները այսպես շռայլ ապրում են, մեկ էլ ասպես դժվար խնդիր կա լուծելու, դե ասում է դժվար է, բայց մենք ոնց լուծենք։ Արհեստական բանականությունն են տալիս, բանականությունն են տալիս։ Դե բերեք հանենք բոլորին մի հատ արհեստական բանականություն դնենք, ավելի էժան կնստի մեր վրա, հա, քան ասենք ինչ-որ դեպուտատներ ենք պահում, որոնք գնում են, նույնիսկ անգրագետ են հարցը ձևակերպում, այդ հարստական բանականությանն էլ հարցը տալու ինչ-որ կանոններ կան, էլի, ինքը ամեն դեպքում ալգորիթմ է աշխատում եւ պետքա մի քիչ կարողանաս այդ հարցերն էլ գրագետ ձևակերպես։